Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Երեխեք, գիտեք, որ այս օրագրի մեջ գրված է, որ լավ ընկերները պիտի ժամանակը անցկացնեն միասին, արկածներ որոնելով։ Մեկ էլ մաման ասում է, որ իրանց ժամանակ այդ վիդեոխաղերը չկային։ Ես չեմ հասկանում այդ մեր ժամանակներ կոչվածը։ Խաղում ենք էլի ում ենք խանգարում։ Ասում իմանաք, որ վիդեոխաղերը իրականում այդքան էլ մեծ վնաս չեն հասցնում, եթե չափի մեջ են։ Ընդհակառակը օգնում են արագ կողմնորոշվել, զարգացնում են տրամաբանությունը, բայց սա հիմա ձեզ արդարացում չդարձնեք։ Նորից եմ կրկնում, եթե այդ ամենը չափի մեջ է։ Դե հա, օրինակ ես սիրում եմ նենց խաղեր, որոնք մարտավարության մշակում են ինձանից պահանջում։ Եթե ամբողջ օրը անցկացնես համակարգչի կամ հեռախոսի առջև խաղեր խաղալով, դա դժվար թե ինչ-որ օգուտ տա։ Պետք է կարողանաս բաշխել ժամանակդ։ Մեր ժամանակ մենք վիդեոխաղեր չենք խաղում։ Կարելի ասել ձեր ժամանակ վիդեոխաղեր չկային։ Մեկ, ես էլ եմ ուզում հայտնվեմ այդ մեր ժամանակներ ասվածի մեջ ու տեսնեմ, թե ինչով էին զբաղվում մեր ծնողները, երբ մեր տարիքին էին։ Աննա, չենք կարա ժամանակի մեքենա ստեղծենք, մի վայրկյանով գնանք այն ժամանակները ու հետ գանք։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու, որ ժամանակի մեքենա ստեղծելն անհնար է։ Կարծում եմ կարող ենք մեր առօրյան նմանեցնել այն ժամանակներին ու մի պահ փորձել հասկանալ, թե ինչպես ու ինչով են զբաղվել ավագ սերունդը։ Ինչ ենք անելու։ Ազատվելու ենք համակարգիչներից, հեռախոսից ու սոցիալական հարթակներից։ Քո վիդեո օրագրից։ Գաղափարից դուր է գալիս։ Դե եկեք փորձենք։ Լուրջ եք ասում։ Հա, եկեք մի օր ապրենք առանց այն ամենի, ինչ հիմա մենք ունենք, ինչը մեզ օգնում է լինել ժամանակակից կյանքի մի մասը։ Բացի քո օրագրից, այդ ամենը պետքա ֆիքսել։ Դե որ այդպես է, թող քո օրագիրը լինի թուղթ ու գրիչով, մեր ճանապարհորդի օրագրի պես։ Իսկ որ ժամանակների մարդկանց նման ենք մեզ պահում։ Օրինակ կարող ենք մեքենաներից հրաժարվել, ձիով կամ ոտքով զբոսնել, տեղաշարժվել։ Չասեք հագուստներ ենք փոխելու։ Չենք փոխի, բայց կնմանեցնենք։ Չեք հավատա, բայց համաձայն եմ։ Ձին համարվում է մարդկության պատմության ամենահին փոխադրամիջոցներից մեկը։ Ձիու շնորհիվ մարդիկ տեղաշարժվել են, տեղափոխվել ու հասել մեր օրեր։ Տեստես մեր օրերում մենք կարող ենք տեղաշարժվել ձիերով։ Հոտ է գալիս։ Իսկ ձիավարման պատմությունը որտեղից ու երբ է սկսել։ Ձին։ Ուրեմն այսպես ընկերներ, ձիու հայտնվելը մարդու կյանքում, ինչպես նաև մարդուց որոշ իմաստով հեռանալը, վճռորոշ եւ բեգունային պահեր են եղել։ Մարդու կողմից ձին ընտելացել է անհիշելի ժամանակներից եւ փոխել ամեն բան։ Ձիերը օգնեցին մարդուն ճանապարհորդել, պատերազմել, աշխատել եւ մշակույթ ստեղծել, նույնիսկ բուժել։ Ձիերը եղել են գյուղատնտեսության մեջ, քաղաքներում, ռազմի դաշտում, արագացրել են մարդու տեղաշարժն ու աշխատանքը եւ թեթևացրել հոգսերը։ Դա տևել է մինչև 19-րդ դարը։
Այնուհետև ձիերին փոխարինելու եկան մեքենաները, և ձին աստիճանաբար իր տեղը հանձնեց դրանց։ Մեր օրերում ձին համարվում է ազնվական կենդանի։ Ճիշտ է, այդքան ակտիվ մասնակցություն չունի մեր առօրյայում, բայց միշտ շնորհակալ ենք նրանց մարդկության պատմության մեջ իրենց ունեցած դերի համար։ Բայց ես ուրախ եմ, որ մեր օրերում ստեղծել են մեքենաներ։ Ես երկար չէի դիմանա ձիերով ճանապարհորդելուն։ Երբ ենք գնալու տուն ինձ շտապ լոգան կա պետք։ Պատկերացնում եք ասպետների վիճակը։ Նրանք իրենց ծանր զրահապատ հանդերձանքով վայել են ձին, հերիք չի, մի բաներ մենամարտել են իրար դեմ։ Դե դիցուհու սրտին տիրանալու համար։ Դե այդ պատճառներից մեկն է եղել։ Հանգար։ Դու քեզ պատկերացնում ես այդ կարգավիճակում։ Չէ, ընդհանրապես։ Ես իմ դիցուհու հետևից մեքենա կուղարկեմ։ Իսկ դուք գիտեք, որ հիմա կան մեքենաներ, որոնք ընդհանրապես վարորդ էլ չունեն։ Ես ինձ ասպետ պատկերացրի։ Ձիով, թրով, վիշապների դեմ կռվող։ Եկեք փորձենք մի քիչ ապրել այդ ժամանակներում։ Եկեք։ Բա, տեսնում եք ինչ բարդ ա եղել ժամանակներում։ Հետաքրքիր է, կգա մի ժամանակ, երբ մեր օրերի մասին էլ կասեն, ինչ դժվար է եղել, ոնց են ապրել մեր ժամանակներում, մոմի լույսի տակ։ Եթե էլի ժամանակի մեջ տեղափոխվենք, առաջարկում եմ այս անգամ գնանք միջնադար։ Ոնց որ ասպետ լինելը դուրն եկել է։ Երևի մասնագիտություն ա ուզում ձեռք բերի։ Չէ, ասպետ լինելը դուրս եկավ։ Ուղղակի այս անգամ աղջիկները կլինեն ոչ թե դիցուհիներ, այլ վհուկներ։ Քեզ բան։ Այն ժամանակ նրանց պատժել են, չէ։ Լավ, հասկացանք։ Ձիավարելը հեշտ գործ չի։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղից տեղ տեղափոխվելու համար չենք տանջվում։ Վիճելուց էլ իրար հետ թրերով չենք կռվում։ Դրա համար հիմական իրավաբաններ ու հատուկ դատական համակարգ։ Ամեն դեպքում ինձ դուր եկավ գաղափարը։ Ապրել ինչ-որ ժամանակաշրջանի ոճով։ Հիմա քո հերթն ա, Մարիա։ Մենակ խնդրում եմ, ձիերից ու ասպետներից հեռու։ Դե եթե ես ընտրելու լինեի, կընտրեի մի շրջան, երբ արդեն զարգացել էր երաժշտությունը։ Դե դուք գիտեք ես ինչքան եմ սիրում երգարվեստը։ Մենակ չասես, հիմա գնալու ենք քարեդար ու փորձենք պատկերացնել առաջին մարդուն, ով առաջին անգամ հասկացավ, թե ինչա ռիթմը։ Խարույթ վարենք, կողքը պարենք, երկեր երկենք, որ անձրև կա։ Անձրև։ Չէ։ Ես կնախընտրեի 60-ականները, երբ արդեն զարգանում էր հիպիական շարժումը։ Մի վարքյան էլի, ես սկսել եմ ոչ մի բան չհասկանալ։ Ինչ հա հիպին, մի հատ բացատրեք էլի։ Ոնց, չգիտեք։ Դե նայեք։ 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հետագայում նաև ամբողջ աշխարհում տարածվեց հիպիական շարժումը, որի գաղափարախոսության հիմքում մարդու կոնսերվատիվային ապրելակերպի դեմ ընդվզումն էր։ Այն քարոզում էր խաղաղություն, սեր, ազատություն։ Խրախուսում էին սերը բնության հանդեպ։ Այս շարժման ժամանակ զարգացավ ռոք երաժշտությունը։ Ի հայտ եկան հայտնի The Doors-ը, Hendrix-ը ու էլի շատ տաղանդավոր մարդիկ եւ խմբեր։ Շարժումը շատ մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակի մշակույթի վրա։ Հայաստանում այդ ալիքը մեծ չեղավ, որովհետեւ այդ ժամանակվա խորհրդային կարգերը շատ խիստ էին։ Սակայն Երևանյան փողոցներում երբեմն կարող էիր հանդիպել մարդկանց, որոնք հագնվում էին հիպիների նման, վառ, գունեղ, երկար մազեր ունեն եւ լսում էին համապատասխան երաժշտություն։
Աստորեն մեզ ծանոթ երաժշտությունը այդ շարժումից է առաջացել, այո։ Ոչ միայն երաժշտությունը, այլ նաև հագուստը, նորաձևությունը եւ ապրելակերպը։ Այո, պատմությունը ցուցանում է, որ յուրաքանչյուր տարում կա վերկապրող 20 տարի, որը զարգացնում է ամեն ինչ։ Հետաքրքիր է։ Արդյոք մենք ապրում ենք այս 100-ամյակի այդ շրջանում։ Գոր, իսկ քեզ որ ժամանակաշրջանն է հետաքրքրում։ Գոր, ամեն բան նորմալ է։ Գոր, ասում եմ, քեզ որ ժամանակաշրջանն է հետաքրքրում։ Հա, դե որ ասեմ կծիծաղեք, բայց ես ավելի շատ ուզում եմ ոչ թե անցյալում, այլ ապագայում հայտնվեմ։ Փաստորեն դու ընտրեցիր մի ժամանակաշրջան, որտեղ դու քո երեխաներին կասես մեր ժամանակ ուրիշ էր։ Դե ես ավելի շատ կուզեի իմանալ, թե ինչ ա լինելու ապագայում, մարդկությունը ինչքան է զարգանալու, ինչեր են մեզ սպասվում։ Իսկ դուք գիտեք, որ Իլոն Մասկը հայտարարել է, որ մինչև 2050 թվականը նա կփորձի հասնել Մարս։ Դե հաշվի առնելով ժամանակակից զարգացման տեմպերը, ես դա հնարավոր եմ համարում։ Շատ հնարավոր է։ Դե մենք այսօր խոսեցինք ասպետներից, ուսումնասիրեցինք հիպիական շարժումը, հասանք մեր օրեր։ Հիմա եկեք երևակայենք, թե ինչ ա լինելու ապագայում։ Գուցե մարդուց անբաժան կլինեն ռոբոտները, կզարգանա արհեստական բանականությունը, կստեղծվեն նոր համակարգիչներ, որոնք կօգնեն մարդուն առօրյա կյանքում, ինչու ոչ նաև կբնակեցվի Մարսը։ Պատկերացնում եք, մարդկությունը կզարգանա այնքան, որ մի մոլորակից մյուսը տեղափոխվելը կլինի սովորական բան։ Լավ, Գոր, վերջացրու, շատ երևակայեցիր։ Նաև հուսամ կստեղծվեն սարքեր, որոնք կօգնեն երեխաներին արագ անել տնային աշխատանքները։ Չէ։ Կարծում եմ տնային աշխատանքները կլինեն միշտ, անկախ նրանից, թե որքան ենք զարգացած ու որ մոլորակում ենք գտնվում։ Իսկ դու Արմեն, դու ինչ ես մտածում, որ ժամանակաշրջանում կցանկանայիր ապրել։ Դե ես կուզենայի ապրել ոչ շատ վաղ անցյալում, ոչ էլ շատ ապագայում։ Ես ավելի շատ մեր օրագրի ժամանակաշրջանով եմ հետաքրքրված։ Կուզեի լինեի այն ճանապարհորդի հետ, ով գրել է մեր օրագիրը։ Նրա բացահայտած վայրերը տեսնեի։ Նրա բացահայտումների ականատեսը լինեի։ Զգում եմ, շուտով բացելու ենք օրագիրը։ Դե հա, ու արդար կվարվենք։ Իմ ցանկությամբ գնացինք Ձիաշավարան։ Քո համար ուսումնասիրեցինք հիպիներին։ Մի վարքյան, բայց ինձ համար ոչ միտեղ չգնացինք։ Որովհետև ապագա չեն գնում, ապագան ինքն է գալիս։ Սիրունը ասված, ես կասեի, գեղեցիկ, փառահեղ նույնիսկ։ Լավ, եկեք բացենք օրագիրը, տեսնենք ինչ է պատմում։ Բացեք։ Այո։ Եկեք։ Սիրելի ընթերցող, այսօր ես օրագիրս գրում եմ շատ ոգևորված եւ ապագայի հանդեպ մեծ հույսով։ Տես, ճանապարհորդնել է ապագայի մասին խոսել։ Վայ թող կարդա։ Ես այսօր ականատես եղա պատմական եւ շատ կարեւոր իրադարձության, որն ինձ ստիպեց մտածել ապագայի մասին եւ երևակայել, թե ինչեր են դեռ տեղի ունենալու աշխարհում։ Մեր քաղաքում այսօր գործարկվեց շարժիչը, եւ դա սովորական շարժիչ չէր, դա երազների եւ երազանքի շարժիչ էր։ Ես պատկերացնում եմ, թե ինչեր կստեղծվեն, եթե այդ շարժիչը շարունակի աշխատել։ Վերջ, այսքաններ, ուրիշ բան չկա գրած։ Հա, այսքանն է։ Մի վարքյան, եթե ճանապարհորդը սա գրել է անցյալում, մենք կարդում ենք հիմա, այսինքն եթե չեմ սխալվում, ինքը ապագա ասելով նկատի ունի մեր օրերը։ Հա, բայց ինչ շարժիչի մասին է գնում խոսքը։ Այդա ես դեռ չեմ հասկացել։ Զգացիք, այս հանելուկը ինչ որ տարբերվում է։ Հա, ճանապարհորդն էլ սկզբում գրել էր. Սիրելի ընթերցող, այսօր ես օրագիրս գրում եմ շատ ոգևորված եւ ապագայի հանդեպ մեծ հույսով։ Ինչ որ բանից տպավորված է գրել։ Հա, մարդը պարզ գրում է, որ ինչ որ կարևոր իրադարձությանն է ականատես եղել, որ գործի է դրվել ինչ որ երազանքների եւ երազների շարժիչը։ Մտքովս մի բան անցավ, բայց խնդրում եմ չծիծաղեք, լավ։ Դժվար բան ես ասում, բայց ասա կփորձենք։ Կարող է ինչ որ
այլ մոլորակայինների է հանդիպել, որոնք նրան ցույց են տվել ապագայի տեխնոլոգիաները։ Բայց ինչի պիտի ծիծաղենք։ Նորմալ բան ես ասում։ Ճիշտ է, կարծում եմ հենց էսա պատասխանը։ Հետևաբար մենք պետքա գտնենք այլ մոլորակայիններին։ Այո, գտնենք այլ մոլորակայիններին եւ խնդրենք, որ մեզ ցույց տան այդ շարժիչը։ Ու նրանց հետ կապ պետքա հաստատի գորը։ Ես ինչի։ Դե դու չէիր հետաքրքրված ապագայով։ Բայց հետաքրքիր կլինի այլ մոլորակայիններին հանդիպելը։ Պատկերացնում ես նրանց մեծ ածաններով, գլխի տարօրինակ ձևով արարածներ, լրիվ ուրիշ մոլորակից։ Ու ձեր հանդիպումը անպայման պետքա լինի գիշերով։ Գիշերը ինչի համար։ Գոր, տարօրինակ հարցեր ես տալիս։ Այսքան ժամանակ ով է այլ մոլորակայիններին հանդիպել ցերեկով։ Բոլորն էլ գիշերով են հանդիպել։ Դե լավ, ինչ եք խոսում։ Բա ինչ այլ մոլորակային գոր։ Չէ, բայց դուք դեմքը տեսեք, երբ իրան պատկերացրեց գիշերով այլ մոլորակայինների հետ։ Ես ուղղակի կարծիք հայտնեցի ու խնդրեցի չծիծաղել։ Բայց մենք չծիծաղեցինք, մենք շատ լուրջ վերաբերվեցինք ու դու վախեցար։ Լավ, սրանից հետո, եթե ինչ-որ բան ծիծաղելի է, ծիծաղում ենք, չենք վախացնում։ Տարօրինակ է։ Ինչին լուրջ ենք վերաբերվում կամ ծիծաղելի է կամ վախենալու։ Ինչ շարժիչի մասին է խոսքը։ Պետք է մտածել, թե ինչ է տեղի ունեցել Երևանում, որը կապ ունի ապագայի ու շարժիչի հետ։ Այդ տարբերակով մենք կհասկանանք, թե ինչ իրադարձության է ականատես եղել մեր ճանապարհորդը։ Հա, ես այսօր լիքը տարօրինակ զգացողություններ ունեմ։ Սկզբում զրկվեցի վիդեոխաղերից, հետո մի քանի րոպեով դարձա ասպետ, ուսումնասիրեցի հիպիական շարժումը, հիմա էլ ուսումնասիրում եմ ու ուզում եմ գտնել այդ երազանքների շարժիչը։ Ինձ թվում է, ես պիտի օրագիր պահեմ։ Լավ, եկեք սկսենք ուսումնասիրել։ Արմեն, դու ուսումնասիրի գրքերը։ Մարիա, դու համացանցը։ Գտեք ամենատարբեր տեղեկությունները, որը կարող է մոտ լինի մեր հանելուկի պատասխանին։ Իսկ ես փորձեմ դրանք միավորել։ Բա ես։ Քեզ վստահվում է ամենակարևոր, ամենապատասխանատու գործը։ Հուսամ կկարողանաս։ Լսում եմ։ Դու թե կպատրաստես։ Վերջ, էլ թե չունենք, ես գրքերը, քեզ, ես թղթերը, քեզ, եթե ինչ-որ ուրիշ հրահանգներ չունեք, ես հանգստանամ, լավ։ Չէ, չի ամբողջանում պատմությունը։ Այս ընթացքում ես այնքան բան կարդացի շարժիչների մասին, որ վստահ եմ ես ինքս կստեղծեմ երազանքի շարժիչ։ Ընկերներ, ես վախենում եմ այս նախադասությունից, բայց պետք է ընդունել, որ մենք չենք գտնում հանելուկի պատասխանը։ Ես ինչ հուսահատություն է։ Ոնց կարողա ձեզ լքել այն ձեր ինքնավստահությունը, այն ձեր պատասխանը գտնելու ցանկությունը։ Հիշացնեմ, թե մենք ինչ պատասխաններ ենք գտել։ Քաղաք, քաղաքի տակ, արձաններ, սեպագրեր, շարունակեմ։ Մենք միշտ գնացել ենք արկածների հետքերով։ Մեզ ոչ մի բան չի կարողացել կանգնեցնել, ու այսօր էլ ոչ մի բան չի կանգնացնի, կամ էլ ինչ-որ երազների եւ երազանքի շարժիչ որոնելը։ Այս վերջին հաշվարկներով ես ձեր համար բեռնատարի նման շարժվել եմ այս ու այն կողմ, որպեսզի դուք վերջում ասեք մենք չենք կարող գտնել պատասխանը, հա? Գոր, Չէ, ոչ մի րոպե, ես չեմ ուզում լսել ձեր հուսահատ խոսքերը։ գոր կարծես Թողեք վերջացնեմ։ Ճիշտ է, ես ձեր նման կարդացած չեմ։ Ձեր նման չեմ ուսումնասիրում ամեն ինչ, բայց ես ունեմ երկու բան. կամք եւ ցանկություն օգնել իմ ընկերներին։ Եթե հարկ լինի եւս 20 լիտր թեյ բերեմ այստեղ, ես չեմ զլանա ու կանեմ այդ ամեն ինչը, բայց չեմ թողնի, որպեսզի հուսահատության որդը մտնի իմ ընկերների մեջ, քանի որ Գոր, թող ավարտեմ։ դու կարծես գտար պատասխանը։ Ասեցիր բեռնատարի պես մեր համար աշխատել ես։ Այո։
Մարիա, միացրու, մենք կարծես գտանք պատասխանը։ Ձեր առաջ Երևանի միակ ավտոմոբիլային գործարանն է, որը կոչվել է Երազ։ Հիմնադրվել է 1964 թվականին։ Այն արտադրել է ավտոֆուրգոններ։ Ահա, դուք տեսնում եք դրանք։ Առաջին մեքենան Երազ 762-ը Երևանում արտադրվել է 1966 թվականի մայիսի 1-ին։ Գործարանի բացումը եղել է շատ ոգևորիչ, քանի որ ունենք սեփական ավտոարտադրություն, ավելանում էին նոր աշխատատեղեր։ Իսկ վերջերս համացանցում հայտնվեց նաև Երազի այս տեսակը։ Առաջին զրահապատ ամենագնացը, որը չունեցավ լայն տարածում։ Ոնց որ Tesla Cybertruck-ը լինի։ Կարծում եմ մեր ճանապարհորդը ներկա է գտնվել Երազ մեքենաների արտադրման մեկնարկի պատմական իրադարձությանը ու ոգևորված գրել է. ստեղծվել է Երազի ու երազանքի շարժիչ։ Մեր պես նա էլ է հավատացել, որ այն կդառնա հզոր ավտոարտադրող ընկերություն։ Հիմա ինչ կա այդ վայրում։ Որ գաք կիմանաք գնացինք լավ այգիա չէ Հա, հրաշքա։ որովհետև ժամանակին մեր Երևանը սիրող, սրտացավ ու հոգատար մարդիկ որոշեցին նոր կյանք տալ տարածքին եւ ահռելի աշխատանքի արդյունքում մենք ունենք Երևանի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ Երազ այգին։ Գիտեք, որ հիմնադրողները ժամանակին եւս ունեցել են երազանք, հավատացել դրան ու իրականություն դարձրել։ Երազանքներին հավատալու ու բոլոր երազողներին միտեղ հավաքելու համար այգում ամեն տարի անցկացվում է Երազ ֆեստը։ Մի վարքյան Արմեն։ Լգնեմ։ Պիտի զարկի միշտ հայի սիրտը։ Այո, համաձայն եմ։ Բայց ինչի համար ենք եկել այստեղ։ Կարանք չէ տանը լինենք, թեյ խմենք, վերջի վերջոն ննջենք, լուսամուտից գալացող մրիկիներ քո։ Ասեմ, որովհետև այստեղ անցկացվում են տարբեր միջոցառումներ։ Այստեղ Չէ, այգում։ Առանձնահատուկ կերպով նշվում են հատկապես ազգային տոները 1, ծիսակատարությունների 2, բաց ձմռանը։ Այգին վերածվում է իրական հեքիաթի ու դառնում ձմեռային հեքիաթային Լապլանդիա։ Ու վստահ եմ, որ բոլորը երազում են հայտնվել այս այգում, թե մեծերը, թե փոքրերը։ Իսկ այս սիրտը խորհրդանշում է հայ սիրտը, որը պետք է միշտ բաբախի։ Երեխեք, ինչ։ հրաշալի բան եմ մտածել։ Ինչ։ Ասե, չեմ ասի, որ գաք, կիմանաք։ Մեզ սուր ենք եկել։ Սովետ, ակում, գնացինք։ Ես ինքս կհասին, գնամ։ Ես Մեկը չկա քեզ նման, ինձ սիրը, ինձ պաշտե, իմ հոգիս Մեկը չկա քեզ նման, ինձ կրգե, օրորե, պաշտելի Մեկը չկա քեզ նման, շրտներս, համբուրե, սիրելի Մեկը չկա քեզ նման, քրգին մեջ, ինձ բահե, սիրուհի Մեկը չկա քեզ նման, ինձ սիրը, ինձ պաշտե, իմ հոգիս Մեկը չկա քեզ նման, ինձ կրգե, օրորե, պաշտելիս Մեկը չկա քեզ նման, շրտներս, համբուրե, սիրելի Մեկը չկա քեզ նման, կրգին մեջ, ինձ բահե, սիրուհի Հավադա ինձ ետ նոսեմտե Անուշ չէ, առանց քեզ իգյանքը մութ է, հավատա ինձ ինձ է, ինձ հավատա Մեկը չկա քեզ նման, ինձ սիրը, ինձ պաշտե, իմ հոգիս Մեկը չկա քեզ նման, ինձ կրգե, օրորե, պաշտելիս Մեկը չկա քեզ նման, շրտներս, համբուրե, սիրելիս Մեկը չկա քեզ նման, քրգին մեջ, ինձ բահե, սիրուհիս
Տարբեր ժամանակներում տարբեր իրականություններ։ Տարբեր ժամանակների ճիշտն ու սխալն իրար հետ համեմատել պետք չէ։ Հին ասպետները երբեք չէին հասկանա ինձ ու Գորին, ինչպես եւ մենք նրանց։ Տարբեր են մարդիկ, տարբեր են կենցաղը, տարբեր մտածելակերպ, տարբեր ապրելակերպ, նույնն են միայն երազանքները։ Բոլոր ժամանակներում մարդիկ երազում են ավելի լավ ժամանակների մասին, իսկ մենք պիտի միշտ միացրած պահենք մեր երազանքի շարժիչը։ Արկածների հետքերով անցնենք փորձություններ հսով հետքերով արկածների Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։